Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Վարդանյան։ Ինչու է աղմկում ՔՊ-ն, ինչու են լարված, այսպես ասած, կրքերը խորհրդարանում եւ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթվա նախորդ նիստի հարց ու պատասխանի այդ հիստերիայից հետո կարծես այսպես ասած քամին պատել է նաև նրա պատգամավորներին, ինչ է կատարվում։ Ինչ կարող եմ ասել, վախն է, ՔՊ-ականները վախեցած են, ՔՊ-ականներին վախեցնում է բնականաբար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը քաղաքական դաշտում, Քոչարյանի վերջին շրջանի համեմատաբար ակտիվությունը և վախկոտ մարդկանց պարագայում վախը իսկապես սարսափելի հետևանքներ ունենում։ Ես ուզում էի նույնիսկ առաջարկել մեր, չգիտեմ, անիմատորներին թե ում, Փաշինյանի վերջին հիսերիաները, հիշում եք, երբ որ ինքը խոսում էր Մեղրիի էստակադաների թունելների մասին ձերքի շարժումները, ինչ որ պարեր էր անում, կարդակարդվել է նորաձև ժամանակելի շարժումները և այս վերջին հիսերիաների շարժումները ուղղակի առանց ձայնի մի հատ ամբողջական մի հատ բան պատրաստել եւ թող մեր քաղաքացիները տեսնեն թե ում հետ գործ ունեն։ Մասնագետների համար իդեպ լավ նյութ կլինի Սա Փաշինյանի մասով։ Իսկ մնացածի մասին ասելու դարձյալ շատ բան չկա, որովհետեւ այնտեղ անհատականություններ, ինքնուրույն մարդիկ չկան։ Ես չեմ ուզում իհարկե բոլորին նույն սանրի արշինով չափել, բայց նրանց մեջ կան առնվազն մի տասնյակ, 1.5 տասնյակ ուղղակի ստրկամիտ, վարքագծով, տեսակով ճիճուներ, որոնք միակ փրկությունը ապավինել իշխանությանը։ Հիմա տեսեք, նույն այդ միջադեպի ժամանակ Հակոբ Արշակյան, որը իդեպ հայտնի է լրագրող ծեծելու այդ դրվագով։ Թողնենք ինչով է հայտնի, բայց այդ տղան Լևոն Քոչարյանին ասում է, ես քեզ դուրս կշպրտեմ։ Պատկերացնում եք, թող մեր քաղաքացիները պատկերացնեն Հակոբ Արշակյանը ինչպես է մոտենում Լևոն Քոչարյանին եւ դուրս շպրտում։ Եթե ամբողջ ուժային կառույցները, ազգային ժողովի այդ հսկող ջոկատները չլինեն նրա թիկունքին։ Ողորմելի արարած, բայց թիկունքում կա իբր թե իշխանություն, թիկունքում կա ուժային կառույցներ եւ այդ լկտիությունը։ Հիմա փորձեք պատկերացնել այդ տղային եւ իր նման էլի 7-8-10 հոգի, որոնք կարող են կանգնել որևէ մեկի դիմաց եւ նույն կերպ խոսել։ Պարոն Վարդանյան, ես իհարկե հասկանում եմ, որ դժվար է որակումներ չօգտագործել այն վարքագծին, որի դրսևորումը մենք ամեն օր տեսնում ենք, բայց պիտի խնդրեմ եթերի կանոնների Ես օգտագործում եմ բացառապես հայերեն, ոսկեղենիկ հայերենով բառապաշար, ես որևէ վատ բան չեմ ասում, նկարագրում եմ, բնութագրում եմ մարդկանց, եթե որևէ մեկը խնդիր ունի, կարող է այդ բառերի ստուգաբանությամբ զբաղվել եւ տեսնել ինքն իրեն։ Ավելի փորձեմ մեղմ արտահայտվել, բայց չեմ խոստանում։ Սա է իրավիճակը։ Հիմա տեսեք, եթե չլինի այս ոհմակային շակալների այս միավորումը, որոնց կրկնում եմ առաջնորդողը միակ բանը վախն է։ Ես չգիտեմ այդ մարդիկ վաղը իշխանություն չունենալու ինչպես են ապրելու այս երկրում։ Կորցնելու են այդ իշխանությունը։ Իհարկե կորցնելու են։ Բայց ի վերջո մեծ մասը երիտասարդ 35 տարեկան տղաներ են, աղջիկներին թողնենք աղջիկների մասին կամ լավը կամ ոչինչ, բայց այդ մարդիկ ապրելու են չէ այս երկրում։ Եվ սա իրանց երկիրը չի, սա իրենք տեսակով այս երկրի հետ կապ չունեն։ Եթե ավելի ուշադրել նայենք նրանցից մի քանիսի կենսագրությունը, պատանեկան կենսագրությունը, կտեսնենք թե որտեղից են գալիս եւ այդ արժեքները, այսինքն չարժեքայնությունը իրենց մեջ երբանից է ներարկված եւ ինչպես են, ինչ դպրոց են անցել։ Այնպես որ իրենց մասին գիտեք ասելու շատ բան չկա, բայց որ իրենք խոճապի մեջ են, որ իրենք սարսափահար են, որ իրենք վախենում են, որ իրենք չեն տեսնում այլ ելք, բայց մյուս դեպքում էլ ես վստահ եմ, որ նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք հասկանում են, որ սա այնինչ արել է այս իշխանությունը եւ իրենց վարչապետի
առաջնորդությամբ միևնույն է մի օր վերջանալու է եւ իրենք նաեւ պատասխանատու են դրա համար։ Ցավոք մեր քաղաքական համակարգը այնպիսին է, որ հաճախ ինքնուրույնությունը, անհատականությունը, սեփական կարծիք ունենալը չի խրախուսվում եւ այդ մարդիկ էլ այլ ճար չունեն եւ գնում են այս ոհմակային տրամաբանությամբ։ Նույն բաներով հիմա տեսեք, ազգային ժողովում տասնյակներով, հարյուրավորներով պահպանության աշխատողներ կան։ Հիմա պարզվում է այդ պահպանության աշխատողներն ազգային ժողովի տարվում են մարզեր իրենց այս միջոցառումներին ներկա գտնվելու համար, մարդիկ քմծիծաղում են, մարդիկ տեսնում են, չէ, այս ամեն ինչը եւ խոսում են ժողովրդի անունից։ Ով որ խոսում է ժողովրդի անունից, ամենամեծ հանցագործությունները աշխարհում կատարվել են ժողովրդի անունից խոսողների կողմից։ Պարոն Վարդանյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այս իշխանությունը վերից վար ամբողջ բուրգը հասկանում է, որ ժամանակը իրենց օգտին չի աշխատում, գիտակցում է, որ ներսում չունի առհասարակ որևէ աջակցություն, որ այն փոքրիկ նշույլները, որոնք թվացյալ գուցե կային, ինչ որ շերտի մոտ, արդեն դրանք էլ կորցնելու շեմին է, եթե արդեն չի կորցրել, եւ ես ճիշտ եմ հասկանում, որ այս ցայտնոտային վիճակը, ըստ էության իրավիճակը չկառավարելու, չտիրապետելու այս վիճակը հենց բխում է այն պաշտպանական միգուցե վարքագծային ռեակցիան, որը մենք տեսնում ենք վերջին շրջանում։ Կարող ենք այդպես էլ գնահատել, եթե մենք լսում ենք, հետևում ենք, խոսում ենք մեր քաղաքացիների հետ եւ ամենատարբեր մտնող ոլորտների աշխատողների հետ եւ տեսնում ենք պետության կառավարման բացարձակ անարդյունավետությունը, տեսնում ենք ինչեր է կատարվում բոլոր վերից վար մարմիններում, կոռուպցիոներ, ամեն օր ձերբակալություններ, ամեն օր չգիտեմ ինչեր եւ այլը, եւ մարդկանց վերաբերմունքը այս իշխանության եւ այս իշխանության ղեկավարի հանդեպ եւ նրա գահավիժող վարկանիշը ակնհայտ է, որ իրենք այդ զգացողությունը ունեն։ Փորձելու են ճանկռելով դարձյալ հին երգերը երգելով, նախկիններին մեղադրելով, փորձել ինչ-որ բան կամ հասարակության մի շերտի վրա իրենց ազդեցությունը պահել, բայց ես խորապես համոզված եմ, որ նրա ժամանակն էլ է անցել։ Ասել եմ մեկ ուրիշ անգամ, չէ, ի վերջո 80-85% վարկանիշ ունեցողը այսօր ունի 10-11%-ի վարկանիշ եւ մաշվել է գրեթե մինչեւ քոքը, ինչպես ասում էր երկրորդ նախագահը։ Բայց այստեղ կա երկրորդ խնդիրը։ Իրենք իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած ստորության, ցանկացած քայլի, գումարած ուժային կառույցները, որոնք բազմից եմ ասել, ի վերջո նրանք եւս պատասխան են տալու այս ամբողջ իրենց առածների համար, խոշտանգումների, ճնշումների եւ այլնի համար։ Բայց իրենց հույսը դեռ սա է։ Ես վստահ եմ, որ սա էլ վերջ ունի, սա էլ է ավարտվելու եւ հիմա պիտի ծիծաղելով, միայն ծիծաղելով կարելի է դրանց վերաբերվել։ Կրկնում եմ, միայն ծիծաղ կարող են առաջացնել։ Արդեն ասացի, չէ՞, թող մեր քաղաքացիները, ամենատարբեր քաղաքացիները նայեն Հակոբ Արշակյանին, նայեն Լևոն Քոչարյանին եւ մի պահ պատկերացնեն, թե Հակոբ Արշակյանը ինչպես է դուր շպրտում Լևոն Քոչարյանին։ Ծիծաղից կմեռնեն, չէ՞ մարդիկ։ Եփած հավի կամ Հակոբի ծիծաղը Հակոբյանի, Հակոբ ծիծաղը կգա, չէ՞։ Պարոն Վարդանյան, տպավորություն էր, որ կոճակը նորից սեղմվել է կամ նորից, այսպես ասած, SMS-ները գնացել են համապատասխան հասցեներով, որ այդ падգամավորները ակտիվացել են եւ իհարկե նրանց թիրախը չի փոխվել, երկրորդ նախագահն է, նրա ընտանիքն է, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սպառնաց, ուղիղ սպառնալիք հնչեցրեց փակել KGB-ի պատվալներում ընդդիմությանը, մեջբերում եմ իր խոսքերը, մենք նաև տեսանք, ինչպես դուք եք ասում, 5 սկավառակի, այսպես ասած, գործարկումը նորից ունեցվածքի մասին, ինչ որ տեղեկություններ, դատախազությունը ցանկ հրապարակեց, իշխանականներ իրենց սատելիտ քարոզչյան մեքենայով սկսեցին ընթերցել դրանք եւ այլն, այսինքն կոճակը սեղմվեց եւ process-ը գնաց։ Տաղանդավոր մարդ ունենք, Ռուբեն Մխիթարյանը, վերջերս բավական տիպական մի ստատուս էր գրել, որ Նիկոլ Փաշինյանի այդ հիստերիայից հետո վերջին հարցոպատասխանի ժամանակ ազգային ժողովում, որպեսզի ցույց տան, որ միայն Նիկոլ Փաշինյանը այդպեսին չի, մյուսներն էլ
դրա տպավորությունը մեղմելու համար, մյուսները բոլորը փորձում են նմանվել իրեն, նույն մթնոլորտն են փորձում ստեղծել։ Սա մեկ, որտեղ իրենք ուրիշ զենք չունեն, իրենք որևէ հարցում չեն հաջողել։ Թողնենք հազար անգամ խոսել ենք իրենց ավերների մասին, Արցախի մասին, սա չի, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, պետական ամբողջ համակարգի կոռումպացվածության եւ անկարողության մասին։ Իրենց միայն այդ հին երկն է, հին ձայնապնակն է, բայց տեսակ նաև Լևոն Քոչարյանը իր ելույթում ինչքան հանգիստ, խաղաղ, ասեց համբալով է, ասեց ով դուրս կշպրտի եւ ինչքան ցավագին կլինի, այնպես որ բնական է, որ իրենք դրանից պիտի հիստերիայի մեջ ընկնեն։ Եվ շարունակում են ըստ էության սպառնալիքները, Արսեն Թորոսյանը օրինակ հայտարարում է, որ քաղաքական վենդետա լինելու է եւ նրանց մյուս падգամավորը Ալեքսանյան Վահագնը ճեպասրություն խոսել էր նաև իրավական վենդետայի մասին։ Ինչ անուններ գիտեք, ինչ անուններ եք ասում։ Գիտեք, ես ուրիշ բան եմ առաջարկում։ ԿՊ падգամավորների մեջ ենթադրում եմ մոտ 40 տղա կա։ Ընդդիմադիր падգամավորների մեջ Հայաստան եւ Պատիվնեմ դաշնքներում 20 տղա կլինի երևի միասին։ Թող իրենց 40-ից ընտրեն 10 տղա իրենց կարծիքով եւ մենք էլ մեր 20-ից ընտրենք 10 տղա եւ առանցին դեմարդեմ հանդիպենք։ Տեսնենք վենդետան առանց անվտանգության աշխատողների։ Դե իրենք առանց անվտանգության թող իմ առաջարկը ընդունեն, բնականաբար չեն ընդունի, որովհետեւ առանց անվտանգության աշխատողների, առանց ոստիկանության, առանց, չգիտեմ, 1000 ուրիշ բաների տղա են։ Պարզ բան եմ առաջարկում, թող գան թեկուզ հենց ազգային ժողովից դուրս, մեկ առ մեկ 10 հոգի թող միմյանց դեմ կանգնեն եւ հետո հաշիվը գրանցեն մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները։ Ինչ վենդետա, դրանք են վենդետա անողները։ Վերջին, ինչ ասեմ, ստորացվածի նման կռացած Ալիևի առաջ, Ալիևը ինչ ասել է սրանց մի բառ չեն համարձակում հակադարձել։ Ներսում դառնում են իբր թե առյուծ, բայց շակալ են, առյուծ չեն, եւ դրսում փորձում են, հիմա դրսում են արդեն գիտեք ինչպես են վերաբերում այս իշխանությանը եւ ինչպես են։ Այդ պատկերը Կարմիր հրապարակում երևի բոլորի համար ցույց է ուղղակի։ Հիմա պարզ է որ այդպեսին է իր նկարագիրը, պարզ է որ ինքը կարճում է ամեն մի հնարավորությունից իշխանությունը պահելու համար, բայց ամոթ է երկրի համար, ամոթ է մեր քաղաքացիների համար, ամոթ է մեր ամբողջ Սփյուռքի համար, չէ։ Գլխարկը, դրա քայլվածքը, դրա նայվածքը։ Պարոն Վարդանյան, խոսենք նաև ճնշումներից Ադրբեջանի, որը վերջին օրերին կրկին, այսպես ասած, հիշեցվեց Բաքվի կողմից, նորից խոսեցին Հայաստանից իբրև թե լեգիտիմ պահանջների մասին սահմանադրություն փոխելու, Մինսկի խումբը լուծարելու, դրան զուգահեռ հոգեբանական ճնշումները շարունակում են սահմանամերձ գյուղերի նկատմամբ, այսինքն Նիկոլ Փաշինյանը իրավիճակը չի կարողանում վերահսկողության տակ պահել բնականաբար նաև իր հռչակած այդ խաղաղության օրակարգ կոչվածում եւ այս ամենը ունենալով առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են ու նաև նա պարտավորություն է ստանձնել նոր սահմանադրություն գրելու Բաքվի, այսպես ասած, նախապայմաններով ու պահանջով։ Հիմա ինչ պաշարով է փորձելու այս անգամ հասարակությանը մոլորեցնել, խոստումներ տալ, ինչ է խոստանալու, չունենք անվտանգություն, չունենք նաև ներքին կայունություն, զարգացում, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում։ Ես համոզված եմ, որ մեր ներքին կյանքում նրանց աջակցությունը, ասացի արդեն 10-12%-ի սահմաններում է։ Արտաքին աջակցություն եւս չի նշмарվում, եթե չհաշվենք Ադրբեջանի աջակցությունը, Ալիևի եւ Թուրքիայի Էրդողանի աջակցությունը։ Հիշում ենք նաեւ այդ աջակցությունը ինչպես դրսևորվեց նախկին ժամանակներում 21 թվականին։ Ինքը, տեսեք, մենք ընդամենը օրեր առաջ Վարդենիսի տարածաշրջանում էինք, ես չեմ հանդիպել մեր պետական լրատվամիջոցներով, թե ինչ է կատարում այնտեղ սահմանին։ Իսկ գյուղացիները, ոնք ուղղակի սահմանի վրա են ապրում, պատմում են, որ
ամեն օր կրակոցներ են։ Մենք լսում ենք կրակոցներ միայն Խնածախի մյուս կողմում, բայց այս տարածաշրջանում չէ։ Եվ ինչ են անում ադրբեջանցիները ըստ գյուղացիների։ Ուրեմն կրակում են մեր կողմ ամեն օր, հետո շրջվում եւ լուսաձայնային կրակոցներ են արձակում իրենց կողմ, լուսանկարում են եւ դա ներկայացնում են, գիտեք, այդ հաղորդագրությունները, որ իբր թե Հայաստանից կրակում են։ Այս մասին չի խոսվում։ Բացարձակապես չի խոսվում։ Այս մասին որևէ արձագանք չկա։ Ընդհակառակը հիշում եք, ասում էին, որ ջայրով երթի պատասխանն էր, որ կրակում են։ Իրենց հույսը, կարծում եմ միակ հույսը, նորից խաբել են, չէ՞, այս ժողովրդին խաբել են բազմաթիվ անգամներ, մեկ անգամ եւս։ Բայց ժողովուրդը, ինչպես ասում են, առաջվանը չէ։ Այո, բայց այստեղ էլ խնդիր կա։ Եվս մեկ անգամ խաբել խաղաղության անունով, ես վստահ եմ, որ դեռ թողնենք ընտրությունների իրանց հերթին, բայց առաջիկայում նրանք փորձելու են պոպուլիստական մի քանի բաներ նախաձեռնել բանակի հետ կապված եւ այլը փորձելով մարդկանց նորից ցուրիմացիան մեջ գցել խաբել, բայց ես հույս ունեմ, որ բոլոր դեպքերում այսօր խոսել 1 տարի, 2-3 ամիս հետո ընտրությունների մասին ճիշտ չի, այսօր շատ ավելի կարևոր է մեր հասարակությանը համախմբել, կազմակերպել, ցույց տալ, որ յուրաքանչյուր ամիսը, յուրաքանչյուր օրը նոր փորձություններ է բերելու եւ ադրբեջանական պահանջները սրանք պատրաստ են ցանկացած պահանջ կատարել, միայն թե ապահովեն լինեն իշխանության, ապահովեն իրենց անվտանգությունը, ապահովեն իրենց շարունակականությունը։ Սա է իրենց ձեռագիրը, իրենց տեսակ, իրենց մտածողությունը, հայկական ինքնությունից զուրկ, պետական գիտակցությունից, ազգային պետական գիտակցությունից զուրկ, մանրախնդիր, չար, փոքրոքի մարդկանց իշխանությունը։ Եթե հասարակությունը մեր քաղաքացիների գոնե արդեն 10-15%-ը իսկապես տեսավ, որ հեռանկարում կա այլընտրանք, կա արժանապատիվ ապրելու, խաղաղ ապրելու հնարավորություն, ուրեմն պիտի փորձել սրանց հեռացնել մինչև ընտրությունները։ Իսկ ծայրահեղ դեպքում արդեն այլ խոսակցության մի թե որ ես այսօր չեմ հասկանալի է։ Պարոն Վարդանյան, հասարակությունը այդ այլընտրանքը տեսնում է եւ առնվազն քաղաքական գործընթացներին հետևողների համար հասկանալի է, տեսանելի է, վերլուծողների համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական այլընտրանքը լինելու է երկրորդ նախագահը, նրա գլխավորած ուժը, անկախ թե ինչ ձևաչափով դա կլինի, ու այս հանգամանքի գիտակցումը նաև այսպես տարբեր անհանգստություններ է առաջացրել առհասարակ քաղաքական համակարգում, որովհետև նա դարձել է ոչ միայն իշխանության ուղիղ թիրախը, այլև ընդդիմության որոշ շրջանակների թիրախը եւ խորհրդանում այս երեկվա խայտառակ միջադեպից հետո նորից, այսպես ասած, որսացին պահը մեջտեղ բերելու այդ իմպիչմենտի օրակարգը, որը ինչպես նշում է Հայաստան խմբակցությունը, ուղղված է հենց երկրորդ նախագահի դեմ։ Տեսեք, ում են թիրախավորում, ում վրա են փորձում 4 կողմից հարձակվել։ Ուժեղի վրա։ Ով որ ուժեղ է, ով որ վճռական է, ով որ կարող է իր թիմով իր բան փոխել, իրավիճակ փոխել։ Եվ բնական է, այս հարձակումները բնական են։ Եվ նաև բնական է, որ ԿՊԱ-ականները այս միջադեպը եւ այլը, յուրաքանչյուրը փորձում է աչքի ընկնել իրենց վարչապետի առաջ իր նմանությամբ, վաղը իր արևի տակ, երբ որ վստահացում եմ իրենց վրա արևալի վրա չի ընկնելու, տեղ ունենալու համար։ Մյուսների խնդիրը, տեսեք, մարդիկ մտածում են ի վերջո կա իրականում ազգային պետական շահերով առաջնորդվող շրջանակներ, քաղաքական ուժեր, անհատներ եւ կա մյուսները։ Ամեն մեկը փորձելու է տեղավորվել եւ տեղավորվելու համար ինչ պիտի անի, պիտի հարվածի ուժեղին, որպեսզի նրա հաշվին, նրան վարկաբեկելու փորձելու հաշվին ինչ որ մի սողանցք, ինչ որ մի փոքր տեղ ապահովել։ Սա է։ Իմպիչմենտի մասին խոսել եմ, ինձ համար այդ թեման փակ է։ Հիմա շարունակելն էլ իմաստ չունի, բայց մի բան կուզեի ասել, տեսեք, երկու հոգու միջև գաղտնիք եմ խոսում, երկուսից մեկը
համոզել է, որ իմպիչմենտի նամակը գրվի միայն Հայաստան դաշինքի անդամներին։ Երկար վեճից հետո մյուս համոզել է, որ այդպես շատ ակնհայտ կլինի եւ այլ, եւ դրանից հետո միայն որոշել են, որ ուղարկեն բոլոր պատգամավորներին։ Սա արդեն էության մեջ ցույց է տալիս, թե նպատակներից մեկը որն է եղել։ Երկրորդ խնդիրը կա, գիտեք, քաղաքականության մեջ կուսակցական լինել ամոթ բան չէ, կուսակցական սկզբունքներ ունենալը ամոթ բան չէ, բայց նույն մեր տղան այսօր Էդգար Ղազարյան, որ մեծ ստատուս էր գրել, գովաբանել էր Լևոն Քոչարյանի ելույթը, շատ դրական ելույթ էր ունեցել, շատ ճշգրիտ, բայց միակ բանը, որ ուրեմն պիտի արվի դրանից հետո, գուցե Լևոն Քոչարյանը առաջինը ինքը սկսի իմպիչմենտի գործընթաց։ Տեսեք, ախր ծիծաղելի է, կա խմբակցությունն արել է հայտարարություն, հստակ գնահատականներ է տվել է, ես խոսել եմ, ես իմ խոսքի մեջ նաև ասել եմ, ինձ հետաքրքիր է, Էդգար Ղազարյանը կուսակցական է, թե չէ։ Ինչ եմ այս հարցը տվել։ Էդգար Ղազարյանը փառք Աստծո եղել է հանրապետական կուսակցության անդամ, շատ ակտիվ անդամ, քաղխորհրդի անդամ, մարզպետ է եղել։ Հետո նշանակվել է դեսպան եւ բնականաբար օրենքի ուժով դադարեցրել է իր կուսակցականությունը։ Բայց անցել է ժամանակ, եղել է 18 թիվ եւ հանրապետականները շատ ճիշտ ասում են, որ նրանք, ովքեր որ մեզ վարկաբեկում էին, նրանք բոլորը հեռացել են, թողել են, մենք մաքրվել ենք։ Հիմա Էդգարը ինչու չի վերականգնել իր կուսակցականությունը, եթե չի վերականգնել, ես չգիտեմ։ Ինքն էլ է թռազների մեջ։ Եղել է կուսակցական, օրենքի ուժով դադարեցրել է, հիմա երբ որ հանրապետականը եղել է նեղ վիճակում եւ այսօր հանրապետականը փորձում է ակտիվ աշխատել, ինչու չի վերականգնել իր կուսակցականությունը։ Գիտեք, ես չեմ ուզում խոսել մի բանի մասին, որը ի սկզբանե անհուսալի է։ Տեսեք ԿՊԱ-ականների այս ողոմակային տրամաբանությունը եւ մտածել իմպիչմենտի մասին, ասել եմ հստակ, իմպիչմենտ հնարավոր է մի պարագայում, եթե երկրում կա լիարժեք երկիշխանություն, երբ իշխանությունը չի տերապետում իրավիճակին, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյուն թափելու հրաման կատարել, երբ իշխանության իրական ակունքը, աղբյուրը փողոցն է եւ ժողովուրդն է, եւ այդ պարագայում իմպիչմենտ հնարավոր է։ Մնացած պարագաներում այս ամբողջ թատերականացված ներկայացումը, այս բաները որևէ լավ բանի չեն տանելու։ Բայց կա խնդիր։ Քաղաքական ուժերը, իմ պատկերացրած քաղաքական ուժերը, ովքեր ունեն ազգային պետական մտածողություն, այսօր պետք է աշխատեն առավելագույնս հասարակության հետ, քաղաքացիների հետ, տարբեր շերտերի հետ, համախմբեն իրենց ռեսուրսները եւ պատրաստվեն կամ համաժողովրդական փողոցային պայքարի, կամ եթե դա չեն տեսնում դրա հնարավորությունը, ընտրություններում պետք է յուրաքանչյուրը իմ պատկերացած իմ ասած ուժերից իր տեղը ունենա ոչ այս կարգի այլանդակ խորհրդարանում։ Խորհրդարանը իսկապես ուղղակի հանրային ընկալումներում չգիտես թե ինչի է վերածվել ուղղակի ծաղրի։ Մենք էլ մեր սխալներն ունենք, մենք էլ մեր թերացումները ունենք, բայց դե եկեք համեմատեք, վերցրեք ձեր թվարկած ԿՊԱ-ական պատգամավորներից որևէ մեկին եւ նայեք Հայաստան դաշինքի կամ Պատիվրեմ դաշինքի պատգամավորներին, մարդկային որակները նայեք, տեսակը նայեք, անցյալը նայեք, փորձառությունը նայեք, մարդկային կերպը նայեք։ Սրանց են փաթաթել մեր պետության վզին եւ պետությունը դեռ շնչում է, վստահ եմ, այդ շնչառությունը բացվելու է։ Պետական ինստիտուտները աղավաղելու, պետական ինստիտուտների հեղինակությունը ուղղակի գետնով տալու ուղղված նաեւ քաղաքականություն չէ, ինչու եմ սա հարցնում, որովհետև այդպես հասարակությունը դադարում է հավատալ իր պետությանը, հասարակության մեջ ուղղակի անելանելի վիճակի, եթե կուզեք թքած ունենալու տրամադրվածություն է ստեղծվում։ Իրենք որ հիմքերին հարվածել եւ շարունակում են հարվածել։ Ազգային բանակին, հայ առաքելական եկեղեցուն, մշակութային արժեքներին եւ բերում են չարժեքներ, որոնք մեր խորքում, մեր հասարակության, մեր ազգի համար անընդունելի են։
փորձում են ներարկել մի արժեքային համակարգ, որը այս ժողովրդի ողնաշարի հետ, էության հետ, պատմության հետ, հոգևոր մշակութային կյանքի հետ կապ չունի։ Բնականաբար նման փորձարկումներ շատ տեղերում են արվել, բայց դրանք ես երաշխավորված ասում եմ ձախողվելու են։ Խորքերում, ամենախորքերում մեր տեսակը վստահ եմ առողջ է, մեր հոգևոր մշակութային կառույցը իր արժեքները պահպանել է եւ դա վերականգնվելու է։ Շնորհակալ եմ զրույցի համար, այս լավ նոտայի վրա ավարտենք եւ հուսանք, որ դա շուտ է տեղի ունենալու։ Վստահ եմ։ Շնորհակալություն, հարցազրույցին սպասեք վաղը։